Ռուսաստանը հայ գործարար Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների ձայնագրությունը, որտեղ քաղաքացիների մասին խոսում էին վիրավորական արտահայտություններով, մեծ վրդովմունք առաջացրեց մարդկանց մոտ։ Խնդիրը միայն ընտրակաշառքի դրսևորումները չեն, այլ Հայաստանում իշխանություն վերցնելու հայտ ներկայացրած ուժի անդամները մարդկանց մասին խոսում են անթույլատրելի որակավորումներով։ Գևորը հասայի վրա ջղայնացավ։ Ասեց ինչքան շունշանգյալ կա, բերել ես գրանցել ես շտաբիդ վրան, 200 ես տալի, հարազատներին սաղին գցել ես գյուղերը 100 ես տալի, այն շունշանգյալներին կգցես գյուղերը 100-ով, իրանցը կգցես շտաբի վրա։ Ուժեղ Հայաստանը մինչև հիմա չի դատապարտել քաղաքացիների հասցեին իր ներկայացուցիչների վիրավորական արտահայտությունները։ Իր կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը այս ձայնագրության մասին խոսելիս չէր հերքել։ Ես կարծում եմ, որ Հայաստանում, եթե բոլորին ձայնագրեն, շատ մարդկանց երևի հնարավոր է, որ տարվա ընթացքում ամեն մեկը մի տհաճ խոսա։ Քաղաքացիները, ընտրողները, որոնց ձայնը պետք է որոշիչ լինի խորհրդարանական ընտրություններում, ներկայացվում են վիրավորական պիտակներով։ Սա նաև բացահայտում է խորքային խնդիր, արժեքային ճգնաժամ հայաստանյան քաղաքական դաշտում։ Այն երկուսն աղջիկները, որ միշտ գալի եթում են առավոտ շուտ։ Այն բոշան։ Դրանց եկամ տեսամ 200 տվիմ, մարդը 100։ Հետ եկամ գնացիմ գորի 100-ը տվիմ։ Քաղաքագետ Միքայել Զոլյանի դիտարկմամբ նման դեպքերը չեն կարող դիտվել առանձին։ Դրանք քաղաքական մշակույթի ընդհանուր վիճակի արտացոլումն են։ Սա բավականին բնորոշ է որոշ քաղաքական ուժերին, որոնք ներկայացնում են, այսպես ասենք, նախահեղափոխական քաղաքական համակարգը, որտեղ ինչպես էր հեղափոխությունից առաջ տեղի ունենում։ Մարդկանց կամ ճնշումներով, կամ գումարով, կամ էլի ինչ-որ տարբերակով ստիպում էին քվեարկել այս կամ այն քաղաքական ուժին կամ ինչ-որ մանիպուլյացիաների արդյունքում եւ Սի ընկալում չկար, որ Հայաստանի քաղաքացին է որոշում, կամ Հայաստանի ժողովուրդն է որոշում։ Ըստ Զոլյանի, սա նաև կապված է այն մշակույթի հետ, որը տեսնում ենք։ Օրինակ Ռուսաստանում, որտեղ ընտրողների սուբյեկտայնությունը սահմանափակված է եւ նրանց վերաբերվում են ոչ թե որպես ինքնուրույն որոշում կայացնող քաղաքացիների, այլ որպես կառավարվող զանգվածի։ Պատահական չէ, որ այդ տրամաբանությամբ գործում են այն ուժերը, որոնք ռուսաստանյան ծագում ունեն, որովհետև Ռուսաստանում այդպես են աշխատում, օրինակ այս տարի սեպտեմբերին այնտեղ ընտրություններ են լինելու, որոնց որևէ ընդդիմադիր կուսակցություն իհարկե չի կարողանալու մասնակցել։ Բայց մի բան արդեն պարզ է. խաղադրույքը միայն ընտրությունների արդյունքը չէ։ Խոսքը վերաբերում է հանրային վստահությանը, համերաշխությանը եւ այն ապագային, որը կառուցվում է հենց այսօրվա խոսքից։ Քաղաքագետի կարծիքով ընդհանուր առմամբ սա նաեւ քաղաքական մշակույթի խնդիր է։ Սա նաև արտահայտում է այդ հատվածի վերաբերմունքը, այն հատվածը, որը մինչև հեղափոխությունը ուներ իշխանություն, որոնք Հայաստանի քաղաքացիների մեծ մասին ժեխ են համարում եւ համարում են, որ Հայաստանի քաղաքացիները ի վիճակի չեն իրենց ճակատագիրը որոշել, ի վիճակի չեն որոշումներ ընդունել եւ ես սա կարծում եմ, սա միանգամայն բնական է, որ նրանց կողմից հենց այդ խոսույթն է օգտագործվում եւ սա ինչ որտեղ կարծում եմ նույնիսկ մեր բախտը բերել է, որ այդ մարդիկ չեն կարողանում թաքցնել իրենց իսկական զգացմունքները եւ այսպես թե այնպես պաստորեն իրենց իրական վերաբերմունքը մարդկանց հանդեպ հայտնի է դառնում։ Ակնհայտ է, սա պարզապես մեկ ձայնագրության շուրջ առաջացած աղմուկ չէ։ Սա հայելին է այն քաղաքական միջավայրի, որտեղ խոսքի որակը հաճախ արտացոլում է մտածողության որակը։ Երբ հանրային խոսույթը լցվում է վիրավորանքով ու պիտակավորմամբ, վտանգի տակ է դրվում ոչ միայն քաղաքական մշակույթը, այլև հասարակության ներքին համերաշխությունը։ Իսկ ինչպես են քաղաքացիները վերաբերվում իրենց հասցեին նման արտահայտություններին, Ռադար Արմենիան փորձել է հարցում անցկացնել մայրաքաղաքում։ Ժեխերին է ժեխ ասում։ Իրանք իրար մեջ էլի փողը ճիշտ չեն կիսում, ժեխ են էլի։ Եթե դու կրելու ես ընտրությունները, ինչ ես փող բաժանում, չէ հասկանանք մի հատ իրար։ Եթե մենք քեզ սիրում ենք, քեզ փող բաժանում մեզի։ Հա տենց էլ, ես քեզ սիրում եմ, որ փող էլ չբաժանես։ Ժողովրդին ո՞նց կարելի է տենց բան ասել։ Եկուց իրենց կողմնակիցներին։ Մինչ այդ հիշեցնենք, սա քաղաքացիներին Կարապետյանի ուժի ներկայացուցիչների կողմից վիրավորելու առաջին դեպքը չէ։ Տարիներ առաջ, երբ Ռուսաստանը հայ գործարարի եղբայրը Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն էր, նա իր գործարանի նախագահականի մոտ ցույցանող աշխատակցին անվանել էր համբալ։ Տարիներ անց էլ կրկնել, նորից լիներ, նորից կասեր։ Նարինե Ղուկասյան, Ալվարդ Բաղդասարյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։